Սիրով ողջունում եմ ձեզ իմ շատ սիրելի բաժանորդներ ջան։ Ուրեմն այսօր միասին կպատրաստենք շատ համեղ ճաշատեսակ քարաճիկից եւ հավի սրտից։ Քարաճիկն ու սիրտը ես արդեն այսպես լվացել եմ ոսող ջրի տակ, ամբողջությամբ մաքուր է։ Սիրտն էլ էլի լվանում ենք, այստեղ կնկատեք, որ բավականին յուղի շերտ, այսպես ջլոտ հատվածներ է պարունակում սիրտը, դա էլ կտրում հեռացնում եք եւ այսպես սխմում եք, որպեսզի արյան լյարդացած արյուն կա, դա էլ դուրս գա, ցանկալի է իհարկե այդպես անել։ Ուղ կլինի տավարի, չգիտեմ, հավի սիրտ, ինչ որ է անպայման մշակում եմ սոդայով սիրելիներս։ Սոդան, ուրեմն չեզոքացնում է տհաճ համը եւ ինչու ոչ նաեւ մի փոքր էլ փափկեցնում է այս մթերքները։ Տեսեք, սոդան լցրեցի մոտ 1 ճաշի գթալ, այսպես ոչ լիքը, 1 կիլոգրամ քարաճիկին ու սրտին։ Որից հետո այսպես ուղղակի սառը ջուր եմ լցնում, խառնում եմ եւ մոտ կես ժամ այսպես թողնում եմ։ Էլի եմ ասում, սա պարզապես էլ ավելի նուրբ է դարձնում այս տեսակ ապրանքը, հա, ինչու ոչ նաև չեզոքացնում է տհաճ հոտը եւ մամա։ Ահա անցել է կես ժամ, սիրելիներս։ Հիմա սա ես լավ լվանալու եմ, այն որ մի քանի անգամ սառը ջրի տակ, տեղափոխեմ խորը կաթսայի մեջ, լցնեմ սառը ջուր եւ եփեմ մինչեւ պատրաստ լինելը։ Եռալուց հետո ուղիղ 40 րոպե եփել եմ, լիարժեք պատրաստ է։ Այս ամենը դուրս եմ բերում ջրի մեջից։ Այս ընթացքում դուք կնկատեք, որ բուրբուրն եռում է, այնտեղ ասած փրփուր է առաջանում, դա սոդայով մշակելուց հետո է այդ process-ը տեղի ունենում, բայց ուշադիր կլինեք, որպեսզի չհելնի կաթսայից թափվի, դա էր ասածս։ Բայց ընդհանուր առմամբ ունենք շատ համեղ, շատ լավ եփված քարաճիկ ու սիրտ։ Ու իմիջիայլոց եփելու ընթացքում հոտ չի գալի։ Ընթացքում ես մի փոքր աղ եմ ավելացրել, այսպես ծածկեմ, որպեսզի չչորանա եւ մենք շարունակենք։ Ուրեմն մեզ հարկավոր է մոտ կես կիլոգրամ սոխ։ Գիտեք, այս ճաշատեսակը շատ բաղադրիչներ չի պարունակում եւ համեղ է այն, երբ որ սոխն է գերիշխում եւ այսպես համեղ թանդրուկ է կազմում։ Տոմատի մածուկ, ինչպես նաեւ պղպեղի մածուկ, սև եւ կարմիր պղպեղներ եւ սկսենք պատրաստելը։ Սոխը կիսալուսնաձև կմանրացնեմ, միշտ հեռացնում եմ այս կոթունները, սրանք պետք չէ կիրառել որևիցե ուտեստի մեջ, քանի որ սոխը շատ խոշոր է, ես այն այսպես երկու մասի բաժանում, հետո նոր այսպես կմանրացնեմ։ Տապակը արդեն տաքացել եմ, մեջը ավելացնում եմ բուսայուղ։ Ուրեմն միջ սոխը կտապակվի, ես կհասցնեմ մի փոքր մանրացնել քարաճիկը, տեսեք սիրտը արդեն իսկ մանր է, սրանց ես չեմ մանրացնելու, բայց քարաճիկը այնպես որ համապատասխան են, հա, իրար չափսերով, որ ուտեստը ստացվի գեղեցիկ։ Ահա այսպես։ Մեկ երկու բավական է։ Իհարկե կարող եք նաև այսպես դնել, այսպես մանրացնել, բայց ես այսպես չեմ անում։ Անչափ շատ եմ սիրում խաշած քարաճիկը, հատկապես, ասեմ, հատկապես հնդկահավի քարաճիկը շատ եմ սիրում։ Սոխարացը ինձ մոտ պատրաստ է, կարող եք մի փոքր էլ մթացնել, արդեն ճաշակի հարց է։ Այստեղ ավելացնում եմ, ասեք փոսիկ եմ անում, հավաքվում է մեջտեղում ամբողջ բուսայուղը կարելի ասել եւ մեջը ավելացնում եմ 1 թեյի գթալ, ոչ ավել։ Ալոր։ Այսպես մի փոքր ալուրը բովում եմ, որպեսզի այն կորցնի իր հում համը, շատ բարի։
Հետո նոր ավելացնում եմ մնացածը։ Պղպեղի մածուկը։ Եթե ձեր տակ չկա պղպեղի մածուկ, ուրեմն մի փոքր ավելացրեք տոմատի մածուկ, որպեսզի բալանսի գա։ Շատ լավ։ Առնում եմ։ Մի փոքր այս թթու ուրեմն բաղադրիչներն եմ տաքացնում, որպեսզի նրանք կորցնեն մետաղիկ համը։ Շատ լավ։ Ու այնտեղ ես արդեն ունեմ թեյնիկով երացրած ջուր, երման ջրով բացելու եմ այս ամենը։ Կրակ միջեցնում եմ և բացում եմ երման ջրով։ Այստեղ պետք է արագ աշխատել, որպեսզի ալյուրը չխտանի։ Շատ արագ։ Թանդրուկ են ստանում, որի մեջ պետք է ուղարկենք արդեն անրացրած և խաշած քարաչիքն ու սիրտը։ Ուրեմն դուք կհարցնեք Ազա ջան, դուք արգանակ քարաչիքի չեք օգտագործել, ասեմ որ ոչ, ես երբևիցե չեմ օգտագործում այդ մթերքների արգանակները։ Մի փոքր եմ լցնում։ Լավ է։ Հարկ եղած դեպքում կարող ենք մի փոքր երման ջուր ավելացնել, բայց կարծում եմ հարկավոր չէ, քանի որ քարաչիքն ու սիրտը արդեն եփված են և նրանց ընդամենը պետք է այստեղ համերով ծանոթանան։ Մեզ մնում է ավելացնել աղ, սև պղպեղ և մի փոքր կծու աղացած կարմիր պղպեղ և վերջ։ Ուրեմն կողմնակի ոչ մի տեսակի համեմունք ես չեմ ավելացնում։ Ինչպես ասացի, մի փոքր կարմիր կծու պղպեղ համի համար, կարող եք նաև թարմը օգտագործել և սև պղպեղ, որը շատ է սազում այս ուտեստին, և իհարկե աղ։ Խառնենք, համը կտեսնենք, մի փոքր կշոքի խաշենք կափարիչի տակ և կանջատենք կրակը։ Ահա և վերջ, կլինի մոտ 10-15 րոպե, այսպես կափարիչի ներքո եփվեց, ընթանում և տեսեք ինչպիսի համեղություն է։ Իհարկե ցանկության դեպքում կարող եք ավելացնել այստեղ նաև մի երկու ատամիկ սխտոր, բայց այսպես ավելի համեղ է։ Քրել մաղադանոց կավելացնեմ, այսպես։ Ու կհամտեսենք։ Այսպիսի համեղություն պատրաստեցինք միասին։ Շատ եմ սիրում այս տեսակ ճաշատեսակները փորձել թարմ փափուկ հացով, իսկ դուք հատկապես որ կարելի է այսպես թաթախել և վերցնել պատարագաղի վրա։ Դեմ շատերը չեն սիրում սող, բայց դե ինչ արած, առանց սոխի ոչ մի բանն էլ համեղ չի։ Շատ համով է։ Ես ինչ համով է։ Բրինձն է պակասում, այ բրինձով շատ համեղ կլինի։ Հուսով եմ դուք էլ կպատրաստեք հենց այս բաղադրատոմսով, անուշ կանեք և կգրեք ինչպիսին էր բաղադրատոմսը։ Շնորհակալ եմ, որ ինձ հետ եք և որ այդքան դրական եք, մինչ նոր շատ համեղ հանդիպումներ։